Իսլամական պետություն խմբավորումը պատասխանատվություն է ստանձնում երկուշաբթի երեկոյան Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար, որի հետևանքով զոհվել էին քաղաքի կենտրոնում գործող տոնավաճառի հաճախորդներից 12-ը, ևս 48-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Մերձավոր Արևելքում գործող այս կառույցը Բեռլինի հարձակման պատասխանատվությունը ստանձնեց իր հետ սերտ առնչություններ ունեցող ԱՄԱԿ գործակալության միջոցով, որի տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք. Բեռլինում իրականացված գործողության հեղինակն իսլամական պետության զինվորներից է։ Նա այս քայլին է դիմել, հետևելով իսլամական պետության դեմ մարտնչող կոալիցիայի անդամ պետությունների քաղաքացիներին թիրախավորելու կոչին, նշված է խմբավորման տարածած հայտարարության մեջ։ Փորձագետներն արձանագրում են, որ Բեռլինում տեղի ունեցած հարձակումն իսլամական պետության կողմից իրականացված առաջին գործողությունն է, որից հետո դրա հեղինակը ողջ է մնացել։ Մինչ այժմ իսլամական պետության ձեռնարկած հարձակումների հեղինակները կամ մահապարտ ահաբեկիչներ էին, կամ էլ սպանվում էին ոստիկանության կողմից, ինչպես դա եղավ, ասենք, այս տարվա հուլիսին ֆրանսիական Նիցայում։ Գերմանական ոստիկանությունը սակայն հայտարարել է, որ չնայած իսլամական պետության հայտարարությանը, հետաքննության ընթացքում այլ վարկածներ ևս դիտարկվում են։ Հարկ է սակայն արձանագրել, որ Գերմանիայի վերջին մի քանի տասնամյակների ամենաարյունալի ահաբեկչական գործողության հետաքննությունը գոնե այս պահին որևէ առարկայական արդյունքների չի հանգեցրել։ Հարձակումից անմիջապես հետո ոստիկանության եւ ահաբեկչական գործողության ականատես քաղաքացիների համատեղ ջանքերով 23-ամյա մի պակիստանցի բերման ենթարկվեց, որին սակայն երեկուշ երեկոյան քննիչները ստիպված էին ազատ արձակել։ Ոստիկանների պնդմամբ մի քանի ժամ տևած հարցաքննության արդյունքում պարզվել է, որ 2016-ի փետրվարին Գերմանիա մուտք գործած պակիստանցի ներգաղթյալը հարձակմանը որևէ առնչություն չունի։ Փոխարենը գերմանական ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել նոր կասկածյալի մասին տեղեկությունները։ Բեռլինի ոստիկանության տվյալներով ահաբեկչական հարձակման գործիք ծառայած բեռնատարի խցիկում հայտնաբերվել են 24-ամյա մի թունիսցու փաստաթղթեր։ Գերմանացի իրավապահներն այժմ բացահայտում են միայն նոր կասկածյալի անունը, անիծ եւ ծննդավայրը՝ Թունիսի հարավում գտնվող Թաթվին քաղաք։ Բիլդ պարբերականի տեղեկություններով գործում ներգրավված այս նոր կասկածյալը ևս ներգաղթյալ է եւ գրանցված է հյուսիսային Ռենոս-Վեստֆալիա տարածաշրջանում գտնվող Կլևե քաղաքում։ Մի քանի ժամ առաջ Reuters գործակալությունը հաղորդեց, որ ոստիկանական ուժերը Կլևեում հատուկ գործողություն են իրականացրել, խուզարկելով թունիսցի ներգաղթյալի բնակարանը։ Սրան զուգահեռ Բեռլինում արտահերթ նիստ է գումարել Խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովը, որի ընթացքում զեկույցներով են հանդես եկել գերմանական հետախուզության ղեկավար Հանս Գեորգ Մասենը եւ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը։ Ներքին գործերի նախարարության ղեկավարը հաստատել է, որ այժմ գործում նոր կասկածյալ է առկա, սակայն խորհուրդ է տվել զերծ մնալ նրա ինքնության շուրջ շարարկումներից։ Es gibt einen neuen Verdächtigen. Այո, նոր կասկածյալ գործում առկա է։ Ոստիկանությունը նրան հետախուզում է։ Դրա հետ մեկտեղ ես, ինչպես եւ իմ մյուս գործընկերները ցանկանում եմ ընդգծել, կասկածյալ ասելով մենք չենք պնդում, որ հենց նա է գործողությունն իրականացնողը։ Հետաքննությունը շարունակվում է բոլոր ուղղություններով, բոլոր ապացույցներն ուսումնասիրվում են եւ կասկածյալը հետախուզվողների ցանկում է ընդգրկվել կեսգիշերից սկսած, հայտարարում էր Գերմանիայի ներքին գործերի նախարարը։ Seit Mitternacht. Նկատենք, որ Գերմանիայի բարձրագույն իշխանությունն այս օրերին փորձում է անել հնարավորը ահաբեկչական հարձակումից հետո երկրում ծագած հոգեբանական լարվածությունը թուլացնելու, մարդկանց վստահության որոշակի չափաբաժին հաղորդելու համար։ Երեկ երեկոյան ահաբեկչական գործողության վայր Կայզեր Վիլհելմի եկեղեցուն հարող տարածք այցելեցին դաշնային կանցլեր Անգելա Մերկելը եւ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Այսօր էլ Բեռլինի հիվանդանոցներում գտնվող վիրավորների հետ հանդիպեց Գերմանիայի նախագահ Յոհանես Գաուկը։ Das ist mein Besuch ein Symbol dafür. Իմ այս այցով ես ցանկանում եմ ցույց տալ, որ մեր երկրի միլիոնավոր բնակիչներն անտարբեր չեն ահաբեկչական գործողության արդյունքում տուժածների ճակատագրի հանդեպ, թե այն մարդկանց հանդեպ, ովքեր այս պահին էլ գտնվում են կյանքի եւ մահվան սահմանագծին, եւ թե այն տուժածների, ովքեր սկսել են ապաքինվել։ Նրանք պետք է հստակ իմանան, որ միայնակ չեն եւ այստեղ աշխատող բժիշկներից բացի Գերմանիայի ողջ բնակչությունը ևս սպասում է նրանց ապաքինմանը, հայտարարում էր Գերմանիայի նախագահը։ Ich habe mit zwei Patientinnen und einem Patienten gesprochen.